Ոնց եք սիրելի եկեղեցի։ Ձեզ կարոտել եմ ահագին։ Ստեղ եմ, բայց ձեզ չեմ տեսնում շատ ժամանակ։ Լավ, եկեք այսօրվա խոսքին անցնենք։ Ասենք, որ խոսքը ոչ պակաս կարևոր մասն է հանդիսանում եկեղեցի, եթե ոչ ամենակարևորը։ Ասեմ մի բան, որ եթե մարդ մի հատ խոսք ունենա, Աստվածաշունչ չունենա, մի հատ խոսք ունենա Տիրոջից, այդ մի խոսքը իր կարա դժոխքի մեջով անցկացնի։ Ինչ ուզում է քո կյանքում լինի, այդ մի խոսքը ունենաս, բռնվես այդ խոսքից, այդ մի խոսքը քեզ կարա դժոխքի մեջով անցկացնի։ Այսօրվա թեմայի վերնագիրն եմ ուզում կարդալ, ովքեր որ դասավանդում են, այսպես ասած, ովքեր որ տնային եկեղեցու ավակներ են, վերցրեք ձեր թուղթն ու գրիչը գրեք։ Ովքեր որ ուղակի գալիս են եկեղեցի, դու էլ վերցրու ու գրի քեզ համար, որ դու էլ տունը մտածես այդ մասին, որտեղ շատ կարևոր է։ Թեման այսպեսին է, նախանց թե բարյացկամություն։ Կա նախանց, կա բարեկամություն, բարիացկամություն, բարին է ցանկանում մարդը։ Կա մարդ էլ, որ նախանձում է եւ չարն է ցանկանում։ Հենց մի անգամից ասենք, եկեք հենց սկզբում հիշենք, նախանձը դա չարակամություն է։ Մենք ունենք sense մի հատ բառ, որ ասում է բարի նախանձով ես նախանձում եմ։ Ով է լսել այս բառը։ Լսել եք։ Ես ձեզ ավելի դասել, դաժե ասել եք։ Շատերը նույնիսկ ասել են, բարի, լսի, հիշի։ Ուրեմն բարի նախանձ գոյություն չունի, կա չար նախանձ, կա ցանկություն։ Դու տեսար ինչ-որ մի բան ու դու ցանկացար այդ բանը։ Եվ դա չարություն է։ Ասեմ քեզ, եթե Տերը քեզ մի բան ցույց է տալիս, ասում է, այս բանը քոնն է, դա քոնը կլինի։ Եթե մի բանը ուրիշի կյանքում դու տեսար ու ցանկացար, դա ուրիշինը ցանկացար դու։ Աստված տալիս է տաղանդներ ամեն մեկին։ Քեզ ունես քո տաղանդը, ուրիշի տաղանդը մի ցանկացիր։ Այդ դեպքում բերեք բացենք խոսքը եւ հաստատենք այդ խոսքը տեղով Ելից 20:17։ Հենց 10 պատվիրանների մեջ մենք կտեսնենք նախանձի մասին, նախանձի դեմ, այսպես ասած, գրված խոսքեր։ Մի ցանկացիր քո ընկերոջ տունը, մի ցանկացիր քո ընկերոջ ինչա գրած տունը վայեսիշ տուն առավ, վայեսիշ հլտեսար իշ տունա սարքել, հլտես ինչ արեց, այս ցանկություններ են։ Սիրելի քույրս եղբայր, մի ցանկացիր։ Այ, տեսա, այս սերվիզը տեսա, այ գնա, հենց դրանից եմ գնալու առնեմ։ Մի ցանկ, հենց ես տուն եմ սարքելու։ Ինչի դու քո ուզած տունը սարքելի։ Մի ցանկացիր, ուրիշի ունեցվածքը մի ցանկացիր։ Մի ցանկացիր քո ընկերոջ կնոջը։ Սիրելի եղբայրներ, ես ձեզ բան եմ ուզում ասել։ Երբ որ գնում ես մեկի տուն, քո ընկերոջ, հաճախ քո ընկերոջ տուն ես գնում, քո մոտիկի տուն ես գնում։ Նա կուխնյայում քո համար կոֆե է դնում, նրա կինը հաց է սարքում, դու այն կողմին նայիր, դու տեղ ունես նայելու, դու շփվելու տեղ ունես։ Քո առաջ հաց է դնում, դու գլուխդ այն կողմ թեքիր։ Հասկացի ինչ եմ ասում։ Մի ցանկացի թույլ մի տուր։ Դու տան մեջ ես, թույլ մի տուր քո աչքերը, քո միտքը անգամ ինչ որ մի բան ցանկանա քո ընկերոջ տնից։ Շատ բան կտեսնաս, փորձի ուրախանալ։ Տեսեք ինչ եմ ասում, նախանձի մասին եմ խոսում։ Պատվիրանի մեջ դրա մասին գրված է։ Իսկ եթե գրված է, դա շատ կարևոր է։ Այդ բանը մարդը խախտում է։ Եթե չխախտեր, այդ մասին ընդհանրապես գրված չէր լինի։ Նրա ծառային, նրա աշխատավորներին, նրա եզը, նրա էշը, նրա ավտոն, թազա եզը առել, թազա էշը առել, իշ սիրուն էշա, չէ։ Հլը տեց ասա, տես արժեքազրկվում է,
Չի կարում գնա ասի, «Էս իշ սիրուն ավտո է, էս իշ լավ ավտո է», չի կարում, բերանը չի բացվում։ Ավելի հեշտ կարա ասի, «Էս իշ լավ էշա»։ Քան ասի, «Էս ինչ լավ է», ուրախանա, բայց ոչ թե ցանկանա։ Այ ես էլ սրանից եմ առնելու։ Գիտես ինչի ինչ որ մեկի տեսել է, որ նա առել է, հասել է, ես էլ եմ սրանից առնելու։ Սիրելիս, դա նախանձն է։ Ամեն ինչ քո ընկերոջ, այն ինչ որ քո ընկերոջն է, նրա սահմանը, նրա տարածքը մի ցանկացիր։ Ռոստովում եղավ մի այսպիսի դեպք, մեկը իր հովիվներից, դուք իրան շատ լավ ճանաչում եք, անունները չեմ տալիս։ Իր կյանքի երևի 12 տարին դրեց, բարձացրեց իր կողքին օգնական։ Ասենք ես ոնց որ Ահարոնին բարձացնեմ, կամ Արամին, կամ Տիգրանին, կամ եղբայրներին, ասեն, իր տանը հացեր ուտում, իր հոգևոր կերակուրեր ուտում, ամբողջովին բարձացրեց, բայց շատ աղքատ է այդ հովիվը, շատ աղքատ է։ Այդ դեպ ասեմ, մեր եկեղեցում էլ sense բան չկա, որ մեկը ինչ-որ աշխատավարձ ստանա կամ եսիմ ինչ ստանա ծառայողներից մեկը, որովհետև լիակատար ծառայության մեջ ոչ մեկը չկա իզնից բացի։ Ասեմ ձեզ, այդ մարդն էր, լիակատար ծառայության մեջ չէր, օգնական էր և դրեցին իրան սարկավակ։ Եկավ մի հատ ուրիշ հովիվ, որ շատ մեծ էր, շատ մեծ եկեղեցուց էր, շատ մեծ ֆինանսավորում ուներ, գիտես ինչ արեց, ցանկացավ այս փոքրիկ եկեղեցու, այս միակ օգնականին ցանկացավ ու գիտես ինչ արեց, առավ, տվեց տուն, վճարեց նրա կոմունալ բոլոր ծախսերը, տվեց մեծ գումար ու մենք տեսանք բոլոր հովիվներս, մենք տեսանք, որ այս օգնականը թողեց եկեղեցին, թողեց հովին ու գնաց։ Գիտես ինչ կա, ինչ որտեղ մեղադրելու էլ չի, այդ մարդը ընտանիք է պահում, էս անում, այն անում, բայց այստեղ մի ուրիշ բան կա, այս մեկը եկավ, ցանկացավ, առավ, տարավ։ Գիտես ինչ կա, մի ցանկացիր, դու քոնը բարձացրու, դու քոնը աճեցրու, դու քո մարդու հետ հասկացիր, մի ցանկացիր, այս կնիկս լավը չի, հիշում եք չէ, տես մի հատ ունենք տաքսին, ով է հիշում, ով է տեսել տաքսին, թատրոն տեսել եք, ասում է առոս դու լավն ես չէ, բայց քեզանից լավն էլ կա չէ, այդ գիտես, այդ ցանկանում է ուրիշ ռոզի, հասկանում ես, քոնը ռոզն է, հիշի, քոնը քո ռոզն է, կարող է շրջվել քո կողքին դասել, կնոջը ասել, ռոզ դու լավն ես, բայց վերջը, այսպես, մի քիչ հումոր, ասես մի բան էլ հիշեցի ու ուզում եմ ձեզ պատմեմ, գիտեք հետաքրքիր է, երբ որ մենք ապրում էինք իպադրոմի մոտ, չունեինք տուն, տենց վարձով ապրում էինք, մեր կողքի հարևանն էր, մեր բարեկամն էր, մենք շատ հաճախ իրար տուն էինք գնում, իրանց հետ, իրանք մեր տուն, մենք իրանց տուն, շատ լավ էր, ամեն ինչ լավ էր, ու եղավ մի պահ, որ պիտի գային իպադրոմում մեծ տարբեր երկրների պրեզիդենտներ, այդ թվում նաև Պուտինը, մեր փողոցը փակեցին, մեզ վռնդեցին դուրս, մեզ մեր տնից հանեցին, մենք վարձով մնում էինք, բայց հանեցին մեզ, ասին մի ամիս չեք գալու ստեղ, այդ տարածքը շատ վտանգավոր տարածք էր, բայց մենք հող ունեինք, մի հարկը սարքել էինք այդ տան, մնալու տեղ չկար, և մենք շատ արագ եկանք, քանի որ հնարավորություն չկար, էլ ուրիշ ճար չկար, սարքեցինք մեր տունը, շատ արագ ձևով կրիշը դրեցինք, սարքեցինք, հա, տեղափոխվեցինք, գիտես ինչ կատարվեց, մենք հայտնաբերեցինք, որ մի 6 ամիս, մենք շատ ուրախացել էինք, որ այտենց արագ տունը ստացվեց, բայց մի 6 ամիս հետո մեր այդ շատ մոտիկ բարեկամն ու հարևանը սկսեց մեր տուն չգալ։ Գիտեք, երբեմն, երբ որ քո մոտ հաջողություն է ալնում, քո մոտիկը կարա նախանձից ուղղակի իրա մեջ, դու բան չես արել իրա, ոչ մի բան չենք հասկանում։ Ես հարցնում եմ, պապ կռվել եք, չի ասում։ Ման մի բան ես ասել, ես չգիտեմ, այդ ինչ է եղել։ Այդ է եղել։ Այդ մարդը չի կարողանում քո ուրախությունը քո հետ կիսել։ Չի կարողանում։ Զգուշ եղեք այդպես մարդկանցից, ես այս բան եմ ասում, զգուշ եղեք։ Նախանձությունը քանդում է տուն։
Այ դու լավն ես, որ դու սենց ես, դու լավն ես։ Բայց հենց որ մի բան ունեցար, այն կողքինդ սկսում է նախանձել քեզ։ Հիշիր, եկեղեցին այն տեղն է, որ քեզ այդ մասին կսովորեցնեն, կասեն, որ դու ինքդ քեզ բռնացնես ու դու չցանկանաս։ Չէ, դե ես ի՞նչ նախանձ։ Ես ոնց կարամ նախանձեմ։ Բռնացրու քեզ, նայի քեզ։ Երբեմն դու կարող ես մեկին ցանկանաս, դու կարող ես ինչ-որ մի բան ուզենաս։ Հենց այդ ժամանակ թույլ մի տուր սատանան քո սրտում բան դնի։ Ինչ արես, նախանձը սպանեց։ Ապրես։ Եղբորը սպանեց ուրիշ ոչ մի բան, նախանձը։ Նախ սպանեց իր սրտում։ Հետո եկավ կյանք։ Թույլ չտաս մեկի հանդեպ նախանձ։ Մի հատ պատմություն էլ կա, ուզում եմ էդ էլ ասեմ։ Հիշում եք 90-ականները ով որ ապրել են լավ գիտեն այդ տարիները, հիշում եք որ ոչինչ չկար, խանութներում բան չկար, խանութները դատարկվեցին, խանութները դες դարձան ես ինչ, չգիտեմ։ Բայց առաջացավ sense մի հատ բան, ով է հիշում սեղանիկներ կար։ Հիշում եք սեղանիկներ։ Ուրեմն ով է դրել սեղանիկը, հետաքրքիր է, այ դա դրել է դե։ Ուրեմն սեղանիկ է, չէ՞։ Մեր հիշում ես, չէ՞, այդ բաները։ Սեղանիկ էր, դες վրան ինչ, ու գիտես, այդ մարդիկ սկսեցին գոնե մի քիչ հարստան, մի քիչ, հասկանում եք ինչ եղավ։ Գիտեք ինչ եղավ։ Մի երկու ամիս հետո սա սեղանիկ էին դնում, հիշում եք թե չէ։ Հենց որ մարդ մի գործում հաջողություն է ունենում, ասենք մեկ եկավ տեսավ, արևշատը կամազ է, չէ՞, բա, տես հələ տուն է սարքե։ Այդ կամազ, այդա մի հատ կամազ առնեմ, այդա մի հատ սեզա, հասկանում ես։ Այնը գնա ատամնաբուժ դարձի։ Չէ, եկապտի էթավ սովոր է։ Հենց գիտես, այս մեկը չպտի սովորես։ Ամեն մարդ իրա պարգևն ունի, Տիրոջից ստացած։ Դու քո տաղանդի մեջ տաղանդավոր եղի։ Դու մի ցանկա, դու ունես այդ արա։ Ունես այդ պարգևը, այդ է, երկում ես, քոնը երկելն է, քոնը պարելը չի։ Դու պարում ես պարի, դու լավ շինարար ես, շինարարություն արա։ Հիշում եք, չէ, Արագիլի պատմությունը, ով չգիտի այդ պատմությունը, ով չգիտի այդ պատմությունը, որ Արագիլը թևը ջարդում է, անգնում է մեկի հողամասի մեջ, լսել եք այդ պատմությունը, ես ձեզ պատմել եմ, լսել եք, թևը ջարդում է, անգնում է հողամասի մեջ, այս հոգևոր հավատացյալ, բարյացկամ, մարդը կապում է այդ Արագիլի թևը, բուժում է, քանի որ Երամից հետ անգել Արագիլը այդ ձմեռը մնում է նրանց մոտ, գարնանը թռնում, գնում է տաք երկրներ, եւ աշունը հետ է վերադառնում, լսել ես չէ՞ Սերգո, թե չես լսել, հետ է վերադառնում Արագիլը եւ մի կճուճ է բերում, գցում է այդ մարդու հողամասի մեջ, բացում են, տեսնում են, ոսկի է, հարստանում են, տունը սարքում են, վերջը նոր էշ են առնում, հա, հարևանը, ես տեսնում է, Սերգո ջան, գնում է, մի հատ Արագիլ է բռնում, թևը ջարդում է, բերում կապում է, հետո պահում բուժում է, հետո գարունը բաց է թողնում, աշունը Արագիլը գալիս է, մի հատ կճուճ է գցում, վազելով գալիս է կճուճի բերան բացված ձեռը մտցնում է, օձը կծում։ Սա նախանձի չարյացկամության չարա կամնալու, հասկանում ես, տեսավ ուրիշին ուրիշ, այդ իրա օրհնությունն էր, քոնը լրիվ ուրիշ էր, քո Արագիլը ուրիշ է, ասա իմ Արագիլը ուրիշ է, քո հրեշտակն ուրիշ է, քո Տերը քեզ չի անտեսել, ամեն մեկի Տերը տվել է իրա պարգևը, մեկը սիրուն է, սիմպաթիչնի է, իրա գործը սենց է, այն մեկը նիհար է, այն մեկը չաղ է, այն մեկը սենց է, դու գործ չունես, Տերը գիտի ամենքին, իրա պարգևներով բաժանել է, քեզ էս է տվել, այն մեկին այն է տվել, ես էս եմ ցանկանում, ինչի ես սրա նման չեմ, ինչի ես նրա նման չեմ, դու քո նմանն ես, ուրիշին մի ցանկացիր։ Բռնացրու քեզ, տես քեզ, որ երբեմն նայում ես ռեկլամներին, խապտվելով այս սրան, խապտվելով նրա, դու ինչ գիտես նրա կյանքի ինչ է, դրսից ինչ է ցույց տալիս, ներսը ինչ է, ինչ գիտես, ինչ տառապանքով է անցնում։ Ահովանես 3:15 Ահովանես, առաջի Հովանես
3:15 ով ատում է իր եղբորը նա մարդասպան է, ով ատում է իր եղբորը նա մարդասպան է։ Ասեմ ձեզ, վայ այն երբեմն սենց է ալնում, երբ որ շատ եղբայրներ են տանը, մեկ տեսնում ես, որ կռիվ է գցում եղբայրների մեջ։ Հիմնականում գիտեք ով է կռիվ գցողը։ Գիտեք, հա, թե չգիտեք։ Ասեմ, չգիտեք, լավ էլի, հարցները։ Yes, մալոտրաստես։ Բա։ Ու մի կամաս մեկը տեսնես ան, իր աղբորը ատում է այս մարդը։ Հա, բա որտեղ օտար են, դրանք օտար են, հասկացնես, հերջը։ Կամաց իր աղբորն ատում է, կամ մեկ ուրիշ, լավ, մենակ հարցները չէ, մեկ ուրիշ եկավ սկսես բամբասել, թույլ մի տուր քո եղբոր հասցեին մեկը բամբասի, թույլ մի տուր, այդ նախանձության, չարության, ես իմ ինչի սերմերը գցեն քո եղբոր սրտի մեջ։ Հիշում եմ, գնում էինք Եղեգնաձոր մի գեղեցիկ շատ սիրուն տուն էր, դες մոտով անցա զարմացա, ասես Գլաձոր գյուղի մեջ, սենց սիրուն տուն, շատ սիրուն էր, շատ հրաշալի ու հարցրեցի այդ գյուղացի մերոնցից, մեր մոտիկներից, դրանք ինչ մարդ են, որ աղբորը բանի տեղ չի դնում, ու սկսեցին բամբասել այդ աղբորից։ Այն մարդ ինչ գիտես, դնում է, չի դնում, ընչետ չարախոսում այդ մարդու հասցեին, ընչետ չար բան ասում այդ մարդու հասցեին, գիտես, չգիտես, ինչ գիտես։ Ասում է, ով որ ատում է իր եղբորը, նա մարդասպան է, եւ գիտեք, որ ոչ մի մարդասպան հավիտենական կյանք չի մտնի։ Սովորական քույր եղբայրը, սովորական եղբայրը մի բան ասեց։ Ոնց կլինի, ինչ սես բան ասեց։ Լսել ես հովիվ ինձ ինչ ասեց։ Գալիս հովին, լսել ես ինձ ինչ ասեց։ Ասեք խնդրեմ, հովիվը եղբայր է, թե ինչ է։ Հո քույր չի, եղբայր է, չէ։ Չնայած քույր հովիվներ էլ կան, շատ են։ Վերջը, այն եղբայրը հովիվն է, եղբայրը ինձ դին է։ Հովիվ մի քիչ վատ է հովիվի բան ասել, եղբայր է սարքում։ Ինձ սենց ասեց, որ դզվես էլի, ասեց, որ ուղվես էլի, ասեց, որ տեղդ գտնես էլի, ասեց, այո, ամեն, ինչի չի ուզում իրա ներսինին ասի, ես եմ սխալ։ Ինքն է սխալ, աղբորն է սխալ հանում, հովին է սխալ հանում։ Թույլ մի տուր, եթե քո եղբայրը մոտացել է բանը ասել, փառք Աստծո։ Ուրեմն մի բան տեսել է, որ ասել է, փառք Աստծո։ Մի նեղվի, նայի մի հատ էլ վերանայի, դաժե եթե սխալ է ասել, նույնիսկ եթե մի հատ էլ վերանայի։ Ճիշտ ես, փառք Աստծո, դու ճիշտ ես, լավ ես։ Բայց քո սրտում իր հանդեպ չպետք է ատելություն ծնվի, կերակրվի ու ձակ բերի։ Մեկ է տեսար, մի բան չես ասում, արդեն կողքից ասողները շատացել են։ Մի բան վերցնում ես, թե չէ։ Գաղատացիս 5-րդ գլուխ 24-ից բերեք տեսնանք կա տես բան։ Գաղատացիս 5-րդ գլուխ 24-ից 26-ը։ Բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինները խաչ հանեցին կիրքերով, ցանկություններով միասին։ Պատվիրանների մեջ մի ցանկացիր ես, մի ցանկացիր էշը, մի ցանկացիր կինը, մի ցանկացիր տունը, մի ցանկացիր, բայց նրանք, որ Քրիստոսին են, նոր կտակարան, իրենց մարմինները խաչը հանեցին, էդի չցանկացան։ Տեսնում եք, պատվիրանը ստեղ է գրած։ Հին ուխտի պատվիրանը նոր ուխտում գրած է, բայց ով որ Քրիստոսինն է, նա չի ցանկանում, ուրեմն Քրիստոսինը չի, եթե ցանկանում։ Եթե ցանկանում, իրան չի կարում խաչի։ Իրան չի կարում նեղություն տա։ Չի կարում իրան խաչը հանի։ Մի ցանկացիր, եթե հոգով եք ապրում, հոգով վարվեք, հոգևոր մարդը տեսբան չի անում։ Տեսար քո հանդեպ եղբայրը սխալ է, դու մի կողմ քաշվի, всё։ Սխալ է, ասեցիր։ Կընդունի, չի ընդունի, այսօր թող չընդունի, վաղը կընդունի։
ասեցիր մի կողմ քաշվի, всё, գործ չունես։ Մի դատապարտի, մի ցածրացրու, մի ես իմ ինչ արա եղբորդ։ Եթե հոգով ես, հոգով վարվիր։ Սնապարծ չլինես, ստիս բաներով չպարծենաս, էս ունեմ, են ունեմ, էս արեցի, դրանք սին, փուչ բաներ են։ Դրանով չպարծենաս։ Սրան եմ հասել, նրան եմ հասել, էս արեցինք, են արեցինք, սենց ունեցանք, ոնց գործ արեցի, ոնց հետո։ Դրանք փուչ բաներ են, ուրիշ հոգևոր բաներով պարծեցի։ Սնապարծ բաներով մի պարծեցիր և մի գրգռիր ուրիշին և իրար վրա նախանձ մի ունեցիր և իրար հանդեպ նախանձ մի ունեցիր, եկեղեցում իրավունք չունի նախանձ լինի։ Սիրելի քույրս եղբայրս, քննիկ ես, եկել ես եկեղեցի, բա տես ար ինչ ոսկեղեն էր գցել վրան, բա տես ար ես ինչեր արել, բա տես ար ինչ մատանի, բա տես ար քո ինչ գործն ա, քո ինչ գործն ա։ Դու գործ չունես, դու մի նախանձի, դու մի չարախոսի, քրոջդ, եղբորդ, ոչ մեկին։ Մեկը կասի ամեն, դե որ ամեն, ուրեմն գնանք առաջ։ Առաջի Հակոբոս 3:16 Հակոբոս 3:10 որովհետև որտեղ նախանձ կա և եսամիտ մտադրություններ, այնտեղ անկարգություն կա և ամեն չար գործեր։ Գնում ես մի շրջապատ, գնում ես մի տեղ, որտեղ տեսնում ես նախանձը, գիտես որտեղ ես, ստեղ ես սովորում դու, այստեղ ես սովորում, ոնց տարբերես, նախանձ կա թե չկա, չարություն կա թե չկա, ընկերոջդ մեջ տեսնում ես նախանձ կա, զգուշ եղի այդ ընկերոջից, լուրջ եմ ասում, զգուշ եղի, աշխարհի մարդը, ցանկություններով լի մարդը, սա որը կնստի նրանից կասի, տեսարեն ինչ էր անում, տեսարեն ինչ կո, բերեց գործը անեմ, բռնեմ ես գործը, զգուշ եղի, նա ցանկանում ա ուրիշին, նա վաղը քոնն ա ցանկանալու, հենց դու հաջողության ա, նա քոնն ա ցանկանալու, որտեղ նախանձ կա, և եսամիտ մտադրություններ, այնտեղ անկարգություն կա, և ամեն չար գործեր կա, զգուշ եղի այդ տեղերից, հեռու գնա այդ տեղերից։ Այսօր շատ երկար չեմ խոսելու, բայց հուսով եմ հետաքրքիր բան ես լսում։ Բարեկամությունից եմ ուզում խոսել, բարի կամենալուց, բարի ցանկանալուց, բարի գործ անելուց, Մատթեոս 5:44։ Բերեք բացենք։ Տերը ստեղ ոնց է սովորացնում, ինչպես բարին կամենանք։ Հիմա եկավ դժվար պահը։ Ես ձեզ ասեմ, այս մի քիչ ծիծաղելի է, նախանձի մասին, որ լսում ենք, մեր ազգի մեջ նախանձ համարյա չկա, հայերը вообще նախանձ չեն։ Ծիծաղում եք, չէ՞։ Մի քանիս քթիտակ ծիծաղում են։ Էսի թեթև ենք նայում, ծիծաղելի է։ Դա մեր առօրյան է, մենք դա տեսնում ենք։ Դրանով թաթախված ենք, սիրելի դերս, մենք թաթախված ենք դրանով, դրանից պետք է ազատվել, դրանից պետք է հեռանալ, գիտեք, ասեմ ձեզ, մի կարևոր բան ասեմ, լսել եք, որ հարս ու կիսուր, որ կռվում են, վիճում են, կռվում են, այդ խեղճ կիսուրը, այդ խեղճ հարցը, լացում է, այնքան մեղ կա, ասեմ, շատ անդուր վիճակ է, այս հարսի վիճակ, երբ որ լսում եմ սես պատմություններ, դե լսում եմ, էլ հովիվ եմ, իմ կյանքում շատ բաներ գալիս պատմեն, շատ դժվար վիճակ է, բայց սես բաներ եմ տեսել եմ, դուք էլ կարող ա տեսած լինեք, այդ խեղճ լացող հարսը, որ տառապում էր կիսուրի ձեռը, հենց որ իրա ձեռն ա վլաստ են գնում, իշխանություն, այն դրանից բեթար է ալնում, գիտեք, չի հիշում, ախր ես այս օրին էի, ախր ես վատ էի, հասկանում եք, այս չարությունը, այս նախանձից, որտև դե են տարիքով է, են ջահել է, մեկը մեկին նախանձում է, հասկանում եք, ամեն մարդ իրա տարիքի մեջ է գեղեցիկ, դու հասել ես այդ տարիքին, դու եկավ, բաներ ունես ասելու, բայց չէ, չարանում է, ջահել է, սիրուն է, հասկանում եք, զգուշ եղեք, բռնացրեք ձեզի, տեսեք որտեղ ենք մենք սխալ, բայց բարին պետք է հաղթի,
այդ նախանձությանը իր բարությամբ։ Ու այստեղ է ամենադժվարը։ Նախանձի վրա ծիծաղում ենք։ Հիմա դժվարն է գալիս։ Հոգևոր, իսկական հոգևորի կյանքն է գալիս։ Թե հոգևորը ոնց պետք է կարողանա հաղթի չարին։ Կարդանք Մատթեոս 5:44։ Ես ձեզ ասում եմ, սիրեք ձեր թշնամիներին։ Հիսուսն ասում է, սիրեք ձեր թշնամիներին, հեշտ է թշնամի սիրելը։ Ինչի՞ չեք ծիծաղում, քթների տակ ծիծաղեք էլի։ Չեք կարող ծիծաղել։ Քիչ ամեն մի բանով տա գլխին, ինչ ծիծաղելու բախտը։ Բատես ինչա։ Այ էս է հոգևորը։ Այ էս է քրիստոնյան, այ էս է ուզում Տերը։ Ես ձեզ ասում եմ, սիրեք ձեր թշնամիներին, օրհնեցեք նրանք, ովքեր ձեզ անիծում են։ Բոլոր հարցներն ասեն ամեն։ Բոլոր կիսուրներն էլ ասեն ամեն։ Օրհնում ենք իրանց, օրհնում ենք մեկը մյուսին։ Ամուսիններին, հալածումը, ամուսինս ինձ կյանք որու արև չի տալիս։ Որու արև չի տալիս, որ դու իրան շատ ինչ անես, օրհնես։ Ծիծաղում է դա վարդ։ Բա հոգևոր ես, ինչի համար ես հոգևոր, որ օրհնես, ինչի օրերը արև չի տալիս։ Քիչ ես օրհնում դրա համար, այ որ շատ օրհնես, օրհնված կլինի։ Շատ օրհնված։ Ես ձեզ ասում եմ ասպա, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք նրանց, ովքեր անիծում են ձեզ, բարի գործեր կատարեցեք նրանց համար, ովքեր ատում են ձեզ, ատում ա քեզ, ինչ ասես ասում ա, դու ավելի սիրով, ասմա մի հատ կոֆե տնեմ խմես, դու գնա աշկիս մի երևա, ավելի, քաղցրավենիքով տնեմ ուրևը պաստորը դա, սկիծից ավելի չի է, բայց էտա, քրիստոնյայի կյանքը էսա, որ կարողանում ա, իրան կոդրի, իրան նեղություն տա, իրան եսը սպանի, հա վիրավորելը, հա դու ճիշտ ես, այ մարդը ճիշտ ես։ Ենքան մարդիկ են գալիս, քույրերս, եղբայրներս գալիս են էլ, հա, գալիս են, գիտեք ինչ են ուզում ստանալ ինձանից, որ չգիտեք, մելանքույր, հəl մտածեք, լավ մտածեք, ինչ կստանան, ինչ ակնկալիք կունենան, Անահիտ ֆանտազիան քո շատ ուժ է, հլասա, գալիս են, ճշտի մեդալ ստանան ինձ, պատմում է, թե ինչքան իրար ճիշտ են, որ ես ասեմ, դու ճիշտ ես, այդ շատ սիրուն մեդալը, կպցնեմ դոշին, ճիշտ է եկա, եսի ճշտի մեդալը, ճիշտ է, սարտյանքը ճիշտ էի, բայց ստեղ ասում է, եթե դաժե ճիշտ ես, եթե քեզ պրոստը ատում է, պրոստը չի սիրում, պրոստը հալածում է, ուրեմն դու քո ճիշտ լինելով, քո սիրողը լինելով, ավելի շատ աղոթի իր համար, ավելի շատ օրհնի, տեսել ես, որ ինքը սխալ է, տեսել ես, որ դու ճիշտ ես, էլի ճիշտ ես, էլի այդ ճշտի մեդալը քո դոշինը, թող որ ես չտամ, թող որ Տերը քո ճշտի մեդալը, ճշտի պսակը դնի քո գլխին, իրա արդարության պսակը այս գործերը անելուց հետո կդնի քո գլխին, հավատա, կդնի քո գլխին, կասի իմն իմ ասածը արեց, հալածվում էր, չհալածեց, հալածվում էր, նեղություն էր քաշում, շուրջ եկավ ինքն էլ, մեկն ասելա, դու քանի հատ ասա, 10 հա, դու էլ 10 ասա, 10 հատ օրհնություն ասա, Աստված օրհնի, բայց ճիշտ հոգով ասա, թող Աստվածը, չէ, քիչ ավելի մի սիլատ է հասկապես, ճիշտ հոգով ասա, իսկապես օրհնի, թող տեսնա քո կյանքի մեջի օրհնությունը, հաջորդ տեղը, աղոթեցեք նրանց համար, ովքեր ձեզ հալածում են, և բոլորն ասեն, դե ոնց ասեցիր, այդպես էլ կանես, ամեն, ամեն, Հռոմեացիս 12:21 Մի հաղթվեք չարով, մի հաղթվեք, մի պարտվեք չարով,
մի հաղթվեք չարով, հլտես ինչ ասում, մի հաղթվեք չարով։ Այսինքն չարը գալիս է քեզ ինչ անի, հաղթի։ Չարը գալիս է քեզ ներվայնացնի, հաղթի։ Մի հաղթվի, մի պարտվի չարով։ Այլ ինչով։ Տիգրան բարձր ասա։ Հաղթիր չարին, մինչև վերջ ասա։ Ամեն։ Մի հաղթվիր չարով, այլ բարիով հաղթի չար։ Ուրեմն գնում ենք Թուրքիա, ես այս օրինակը պատմել եմ, ձեզ մի հատ եմ ուզում պատմել։ Մեզ կանգնացրել են մեր այդ ավտոբուսների 7 հոգի ենք մինի մարշրուտներ ու ահագին վեշեր, ամենք իրա վեշերներ, իրա սուկաներն էր, հերիք չի էր բարձացել, վերևներ էր բարձած։ Հիմա կանգնել դե տեսան, որ մենք հայ ենք, օրինակը տեղինա դրա համար եմ վերում, էլի։ Ու հիմա ասում են դատարկեք, սաղ դատարկեցինք, նայեցին, այդ վեշերը սաղ քանդեցին, նայեցին, հետո ասում են բարձեք տեղը, հա, մեկ էլ մի քանի րոպե սպասելուց հետո մի հատ է դատարկեք, մի հատ էլ դատարկեցինք, երբ որ արդեն երրորդ անգամ ասեցին, մենք հասկացանք, որ այս արդեն հեչ դատարկելը չի, հեչ ստուգելը չի, հեչ նայելը չի, Երբ որ 4-րդ անգամ ասեցին, սաղ արդեն սաղս քույրերը, եղբայրները արդեն սկսեցին բորբոքվել, չարը եկել է, որ հաղթի քեզ, հասկանում ես չար, ու այս խոսքը իմ մոտ այսպես գնում է։ Մի պարտվիր չարին, այլ բարիով հաղթիր նրան։ Հիմա սրանք ծիծաղում են մեր վրա, հասկացել են, որ սրանք մենք բորբոքվել ենք, չարը ծիծաղում է, երբ որ դու սկսում ես պարտվել, ապրես։ Չարը կանգնած կողքից բերել է քո, բզբզում է քեզի, չէ։ Ասում աղջի ջան, մի բզբզի։ Հեսա կպարտվե մի բզբզի։ Սերգոն հասկացան։ Լավ, ամեն դեպքում, Սերգոն մի պարտվի չարից։ Ասա ամեն էլի դե։ Վերջը, բզբզում է, որ մենք պարտվենք։ Ու ես տողերը սենց գնում է վառվող, տեսնում եմ եսի, ու ես հավաքում եմ ես խմբին, ասում եմ, լսեք, չենք պարտվում չարին, հասկանում եք ինչ է կատարվում։ Ամեն վեշը իջացնում ենք ու սկսում ենք օրհնել իրանց։ Պատկերացնում եք ինչ է կատարվում։ Մենք սկսում ենք դատարկել այդ վեշերը, Վիտյա ջան, ուրախությունով, օրհնելով այդ մարդկանց։ Մենք հասկանում ենք, որ իրանք արդեն պարտված են։ Ես ասում եմ, երեխեք, բերեք սենց անենք, հա մի ժամա, ժամ ու կեսա մեզ չեն թողում, ժամ ու կես։ Ժամը 12-ի մոտերն է, հաշվեք, մենք եկել ենք ծանր գործի, գնալ Թուրքիայում ավետարան քարոզել, հեշտ չի, գնալ ստեղ քարոզել հեշտ է, բայց գնալ ընդեղ քարոզել, կարող է սաղ հետ չգաս։ Հաշվենք, մենք մինչև երեկոյան, այս մեր գործն է, դատարկում ենք, բարձում ենք, դատարկում ենք, բայց ուրախությունով մենք կոլեկտիվ ենք, հոգևոր, ուրախ, իրար ասելով, իրար օգնելով, ծանրը դու հանգստացի, ես կդատարկեմ, խնդիր չկա, ու մենք ուրախությամբ ցույցում ենք, 2 անգամ էլ դատարկեցինք, մենք հիմա այնքան ուրախ ենք, Սերգո ջան, այնքան ուրախ ենք Մհեր ջան, այնքան լավ է մեր տրամադրությունը, ուրախ, զվարթ, դատարկում ենք այդ վեշերը, հիմա սրանք են վատացել։ Փոխվել է, Տիրոջ խոսքը փոխում է ամեն բան, Տիրոջ խոսքը կատարողը ամոթով չի մնա, այ պարտվողը ամոթով կմնա, պարտվողը ամոթով կմնա։ Հենց որ ուրախությունը մեր կատարելության հասավ, մենք սկսեցինք մեր թշնամիներին ավելի շատ սիրել ու օրհնել, գիտես ինչա, հերիքա դատարկենք, չի ասեմ, 2 հատ են։ Պատկերացնում եք, այնքան ատելությունով լցվեցին իմ հանդեպ, որ հետո դրսում կանգնած, մեկը վազելով եկավ երգում են մեր այս խումբը այնքան օրհնություն իջավ մեր վրա, մենք չէինք կարող արդեն Դանիելը ձենը վերցրել, օրհնում, երգում էր ամբողջ այս, մեկ էլ տեսնանք, այդտեղից դուրս է եկել այդ նույն
Հրամանատարը ավտոմատով վազում է մեր վրա, դե աղջիկները վախեցան, փախա, ես չվախեցա, կայնան։ Եկավ մի հատ ապտակեցից։ Ասի չէ, այդտեղ հարմար է։ Այստեղ է մի հատ այստեղ խփի։ Դու հասկանում ես քո խաղաղությունը կոտրում է ամեն ինչ։ Դու գիտեք ինչ եղավ իր հետ։ Եթե դու իսկապես, տեսեք ինչ եմ ասում, իսկապես այս խոսքերը խաղաղության, ոնց որ Հիսուսը ասել է, այտենց հոգով անես, ասում է ես ինչ կլսնեմ իր գլխին, ով ասում։ Կրակի կայծեր մենք բոլորս տեսանք, այս ոնց որ գժվեր, այս ավտոմատը վերցրեց, տվեց գետին, ջարդեց այդ ավտոմատը։ Ինչ տարավ, ես ասի էլ բաց չեն թողի, 4 ժամ պահեցին։ Մտածի սենց անում էլ երևի, որ դատում են, հետո նստում են։ Բայց ուրախ էին շատ։ Հետո բաց թողեցին։ Թուրքիա չթողեցին։ Արևմտյան Հայաստան։ Չուզեցին փրկվեն, էլի հասկանում ես։ Վերջը հետ ուղարկեցին Հայաստան։ Մի հաղթվիր չարով, այլ բարիով հաղթիր չարին։ Ամեն։ Եփեսացիս 3:4-32 Եղեք բարի եւ կարեկից միմյանց բարի եղի, կարեկից եղի, տեսար տունա սարքում, վազելով գնացա ես ինչ անեմ։ Իմ մոտիկներիցս մեկը, եկել տեսնում է, չարչարվում ենք, 3 տեղ գործ եմ անում, 3 տեղ գործ եմ անում ու շատ վատ եմ, քարերը բարձրացնում եմ, առավոտ մի տեղ եմ գնում աշխատում, կեսօրից հետո մի ուրիշ տեղ եմ աշխատում, երեկոյան էլ մեր տունը քարերն եմ բարձրացնում, երկրորդ հարկ որ շարեն, եկել է կանգնել է կողքից, կնիկս կոֆե է դրել, այ կոֆե է խմում, ես չարչարվում եմ, իմ մոտիկն ես, հազիվ եկել ես, լսի քո օգնության կարիքներ կա, էլի տեսնում ես, բարին կամեցեք, կարեկցեք, տես կարիքի մեջը, գնա հասի, լսեցիր աղբերդ կարիքի մեջը, լսեցիր Արամը կարիքի մեջը, անուններ չտամ, հիվանդանոցա, սենցա, նենցա, ինչ-որ մեկը, կարեկցի, հասի, օգնի, մի բան արա, զանգի պրոստը հետը խոսա, աղոթի, կարեկից, տեսեք, նախանձի մասին խոսեցի, տեսեք, բարյաց կամության մասին էլ եմ ուզում խոսել, որ քեզ ինչը թույլ չի տալիս, որ բարին անես, էլի չարը, ես քեզ ասեմ, չարը թույլ չի տալիս, որ բարին անես, չարը թույլ չի տալի, որ մարդ առատաձեռն օգնի, շռայլ գնա հասնի, չի կարողանում, չարը թույլ չի տալիս լսի, ես եմ լսի, թույլ չի տալիս ես եմ լսի, գիտես ինչի շատերը չկան, ես պետի բաց թողնեին, որ ապրեն են ձևով, բայց դու այսօր ստեղ ես, որ ես լսես ու ապրես այս ձևով, բարին կամենալով, քեզ խաչը հանելով, ներելով, սիրելով, օրհնելով, լցվելով Սուրբ Հոգով ու կարողանաս այդ ամենը Սուրբ Հոգով անես։ Առանց նրա դու չես կարա քեզ սպանես, քեզ կոտորես, մի չար բան դուրս կգա։ Մենակ Սուրբ Հոգով կարաս։ Սուրբ Հոգի կարա օգնի։ Մեկն եկել ասում, լսել ես այն հովիվն ինչ արել, լսել ես ինչ արեց, ինչ մեղքի մեջ ենք, քո ինչ գործն է, դու քո մեղքերը տեսել ես, լսել ես այն աղբերն ինչ արեց, չէ լսար ինչ ասեց, հայհոյանք տվեց, գնա աղոթ, լսել ես, գնա իր համար աղոթի, լսել ես, գնա իր համար աղոթի, ինչ ար, հետ ստենց արեց նոյի տղան, անիծվեց մինչև օրս, լսել եք մեր հերը ինչ արեց, գնաց կործանվեց, ինչ արեց, բերանը բացեց ծիծաղեց, բերանը փակիր, Հիսուսը տեսար ինչ ասեց, տեսար մեղավորը, տեսար սխալը, հա, բերանը փակի, քար ունես ձեռիդ, ուզում ես խփես գլխին, հա, հələ քո մեղքերը նայի,
Իրա մեղքերը չի տեսնում։ Շաբաթներով օրերով եկեղեցի չի գալիս։ Մեղքը սովորական է իր համար։ Բայց մեկի մեղքը տեսնում, դու տեսար են ինչ, հա տես, արդարության մեդալը։ Բերանդ փակիր։ Քո մոտ են ասում, դու նրա բերանը փակիր։ Ձեռով չփակես։ Մի վերադարձնեք առաջի Պետրոս 3:5-ը։ Մի վերադարձնեք չարին չարով կամ հայհոյանքին հայհոյանքով, այլ ընդհակառակը օրհնեք ովքեր դրա համար են կոչված, դրա համար եք կոչված, որպեսզի օրհնությունը ժառանգեք, օրհնեք, որ օրհնությունը ժառանգեք։ Հոգնեցիք հա ծանրա, հա։ Օրհնեք, որպեսզի օրհնությունը ժառանգեք։ Օրհնեք, որ օրհնությունը ժառանգեք։ Չես կարող օրհնես, ուրեմն չես էլ օրհնություն ժառանգելու։ Չես բերանը չի գնում օրհնի։ Դուք լավ գիտեք մեր հարևան Նատաշայի պատմությունը։ Մի տարի չէր, 2 տարի չէր, 3 տարի չէր, 13 տարի այդ մարդը ինձ ինչ ասես ասում էր, ասում եմ թքում էր վրես, դուք գիտեք չէ՞ այդ պատմությունը։ Չգիտեք։ Իսկապես չգիտեք։ Երբ որ մեր տունը սկսեցինք սարքել, հա առաջի հարկն էր նորմալ էր, բայց որ երկրորդ հարկել բարձացավ, իրաց տունը ոնց որ ցածր մնաց մեր պանայեխլի։ Հասկանում ես, մենակ մենք նախանձում ենք, չեղի պետք է մեր նախանձը տանք ռուսների, դրանք էլ ունեն նախանձ։ Ինչ կապ ունի։ Ես գնացի աղոթեցի, ես խոսքեր եկավ իմ առաջ։ Օրհնեք, ոչ թե անիծեք։ Հեշտ է օրհնելը, այն լանդակ բերանը բացել, ինչ ասես ասում, անենց հայհոյանքներ։ Ես կնոջ բերանից հայհոյանք չեմ լսել, հասկանում եք Հայաստանում։ Ես եկել եմ տեսնում, սա ինչ է, սա ինչա։ Վերջը։ Գործ չունի։ Հասկացա, որ ես մի բան պետք է այդ մարդուն ներեմ, պետք է այդ մարդուն ուղղակի ներեմ։ Հավաքեցի սաղ իմ ներման հնարավորությունները, դուրս եկավ ու մի բան որոշեցի, որ անպայման ասեմ ամեն օր բարևեմ այդ մարդուն, բարին Աստծուն է, բարին տամ իրան, հիշեցիր, հա։ Ու դուրս եկա ասի, «Здравствуй, Նատաշա»։ Այս Նատաշան էլի բերան բա, ինչ ասես, չեք բացես, կանգնամ մի պահ, ողջ բարությունս քամված է, հիշվեք է երկի մեջ, այդ բարություն չէր մնացել, մի կերպին զսպեցի, որ ոչ մի բան ոչ ասեմ, ոչ էլ անեմ, և այդպես ամեն օր որոշեցի բարևեմ Նատաշային, ամեն օր, մի օր, 2 օր, համբերություն, համբերատարություն, ներել, ամեն օր, մի շաբաթ, լավ է, մի ամիս լավ է, մի տարի, ոնց է, մի տարի բարևում եմ ինձ ինչ ասես ասում եմ, պատկերացնեմ, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի, լավ է, ասեմ, մեր երեխեք իրար հետ դպրոց են գնում, լավ, շատ չերկարացնեմ, սա մեր եկեղեցիա ուրիշ տեղ ավելի գեղարվեստական եմ ես պատմում, ուշքից գնում են, ծիծաղում են, ասում ոնց էր դուրս թքում էր վրես, լուրջ եմ ասում, թքում էր վրես, մեկ ասեց խոդ է ան, մեկ գնում էր վերջը, բայց որոշել է, պիտի բարևեմ, մինչև վերջնի բարևեմ, հա, տունը կռվում էին հետս, դու էլիս չունես, ով է դրան դու բարևում ես, մեր տունն էլ են կռվում, ընդեղ կռիվ, ստե կռիվ, արջևս սուր, հետևս ջուր ասպա, վերջը, բայց որոշել եմ, չէ, մինչև վերջ բարությունս պահեմ, օրհնեմ ես մարդուն, օրհնեմ, 10 տարի, լավ է, 10 տարի կարում եք ներեք, չէ, տունը կռվել եմ, բաժավում եմ, ես եմ ան, չես բաժավում, ների էլի, փոխնելը հեշտ է, հլը մի հատ փորձի ապրես, փոխնեմ, պրծնեմ, կպրծնես հաբա, չես պրծնեմ, մի քանիսի խոսք եմ ասում, շատ ուրախանում եք, գիտես, վերջը,
10 տարի հետո 3 տարի էլ եւս 13 տարի լավ։ Այդ 3 տարին ոչ մի բան չէր ասում։ Մենակ ոչ բարևս ար, ոչ մի բան, ես բարևում եմ, ոչ մի բան չի ասում։ Մի օր ծառերն եմ ջրում, ով որ մեր տան եղել է, գիտի այդ դրսում ծառեր կա, ծառերն եմ ջրում։ Երանի հետ լուսամուտից տենց խոսում ենք, շատ ռոմանտիկ, հետաքրքիր զրույց է մեր ընտանեկան ներքին տեսի գալիս շատ ուրախացա վերջը։ Մեկ էլ Նատաշն եկավ, այդ րոպեին այմար դե հիմա գոնե չգա իրել ինչ խոսում ենք, հավզիկ կնգաս այդ կարգի խոսում ենք, վերջը եկավ, մոտացավ, դե ասի բարևեմ ասնի, գնա ասի «Здравствуй, Նատաշա», ասես ջրում եմ էլ բանի տեղ չեմ, 2 քայլ արեց, կանգնեց։ Զարմանալի բաները։ Կանգնեց, Սևակ, прости меня, прости, վայ, աղջի, Նատաշ, աղջի դու խոսալ գիտես աղջան։ Աշ դու մարդ ես 13 տարի աղջի ջան։ Զարմացել է, չէ, զարմացել։ Վերջը մի լավ զարմացա, հա, Երանը հանեց այդ րոպեին հեռախոսը, պատմական պահ է բռնացրել, հասկանում ես։ Я хожу в церковь, я сейчас хожу к батюшке, ասի привет вашей батюшке, վերջը ուղեղ այդ մի քիչ բան է լցրել։ Ասեմ քեզ, հիմա իր տղաները տեսնում են, որտե ինձ տեսնում են, անենց են բարևում։ Գիտես, երբ որ դու ցանում ես իր կյանքում, դու չարը չես կապում։ Գիտես, ասեմ քեզ, մի բան եմ բաստողեցի, որ մարդը չարը նախանձով լցված է, դա մենակ քո հանդեպ չի լցված, ինքը մեղք է։ Ինքը լցված է բոլորի հանդեպ։ Ստաղի հետ կռվել էր, հարևան չէր մնացել, որ կռված չլներ Սերգո։ Ստաղի, որ հարևաններն էին տեսնում, որ ես բարևում եմ։ Ասում են, դու սվիտոյ։ Մի օր դուրս բացեցին, ավտոյի մեջ նստա, արա հահարնել էր ընդեղ ոնց որ։ Ты знаешь, что он святой։ Այմար գործուն է святой, դի святой գնայի ան։ Գիտես ինչ էին անում։ Քարով տալիս էին, կրիշը ջարդում էին, լուսամուտները ջարդում էին։ Ես էլ տեսնում եմ։ Մեղք կա, այդ մարդը։ Դու պետք է կողից նայես, հասկանաս այդ մարդը, մեղք կա։ Դուրս ա եկել քո դեմ։ Նա չգիտի ում դեմ ա դուրս եկել, բայց դու եղի այն ինչ որ պետք է լինես, ամեն։ Եղի այդ։ Ու դու կտեսնաս։ Քեզ ոչ մի բան չի լինի։ Ու դու կհաղթես, ոնց որ Հիսուսը հաղթեց մահին, դու կհաղթես։ Մի վերադարձրեք չարին չարով կամ հայհոյանքին հայհոյանքով, այլ ընդհակառակը օրհնեցեք, որովհետև դրա համար եք կոչված որպես օրհնության ժառանգորդներ։ Այս աշխարհը շատ նախանձ է։ Այս աշխարհի հոգին թունավորված է։ Իսկ բարի կամք ունեցողը, սեր ունեցողը դա Աստծո իսկական զավակն է։ Իսկական Աստծո զավակը բարի կամք ունեցողն է։ Մի փոքրիկ պատմություն եմ պատմեմ ու այսքանը կվերջացնեմ, երևի շատ չձանձրացնեմ ձեզ։ 37 թվական մեծերը գիտեն թե այդ ինչ թիվ է։ 37-38 թիվը մեր տանը տատիկս, պապիկս պահում են իրանց 8 երեխաներին, որոնցից 2-ը սովամահ վիճակում են։ Ու պապիկս հովիվ է, գալիս են մեր տուն KGB-ի կենթանիները ու ասում են, որ գողացել Աբրահամը բերել է ցորեն, գալիս են, այդ ամբարը մինչև այսօր կա մեր տանը, մեծ 2 տոննայանոց ամբարը, ով չի տեսել, չգիտի դա ինչ է, դա մեծ, սենց մեծ ամբարը, որ վերևից լցնում են ցորենը, այս ներքևից բացում են, ինչքան պետք է, մի ափսե, 2 ափսե վերցնում են, հետո փակում են, փայտից սարքած։
ով գիտի։ Ու բացում են տեսնում են այնտեղ բան չկա։ Ոչինչ չկա, երեխաները սովամահ են լինում։ Լույս են վառում, նայեն, տեսնան կա թե չկա։ Այդ բացելու բանի մոտ մի փոքր լինում է։ Ասում է, եթե մի վեդրով հանենք, ստեղից իրան դատելի ենք։ Ասում է, 8 երեխա ունեմ, տատիդ ասում է, 8 երեխա ունեմ, դուք չեք հասկանում։ Ու բարձանում են մտնում են այդ ամբարը, ասում է, ավելը տվեք, ես ավելը։ Տատիս ասում է, դուք չեք հասկանում, ինչ եք անում։ Այն չարությունը, որ ձեր մեջ կա, այդ ավելով ավելելու է ձեզ, դուք չեք հասկանում։ Ու հանում են մեկ ուղիղ մի վեդրով։ Ու պապից դատում են 2 տարով։ Ասում է, տատիս այդ պահին լացում է, չոքում, խնդրում, ասում է, այդ մի վեդրոն է, էլ մի տարեք, այսքանն է, ես ոնց պահեմ երեխեքից, չեք հասկանում։ Տանում են ու դատում են պապին։ Ասում են մի տարի, հետո որ տանում է, իր տղան իր հարսանիքի օրը մահանում։ Ավտոից են գնում է հարսանիքի օրը, հարսը կողքի մեռնում է։ Մի տարվա մեջ ամբողջ տունը մահանում է։ Տղամարդ չի մնում այդ տանը։ Աղջիկը սովորում է Երևանում, բանալին փակում են, որ վերջի դագաղը հանում են տնից, շպրտում են իրանց տանուքը։ Այդ ով որ ներկա է լինում, ասում է, լսի, ես գիտեմ, որ այս մարդը մեծ մեղք է գործել, ես ինչի հասցել։ Ու այդ անեծքը գալիս է իրանց տուն։ 2 տարի հետո պապին ազատվում է բանտից, դուրս է գալիս է Երևան առաջի մաս, որ գալիս է դեպի Եղեգնաձոր, ավտոներ չկա։ Մի հատ գրուզավիկը գնում էր շաբաթը 1, տեսնում են, ճանաչում են պապիկիս, հարգում են իրան, որովհետև ինքը իսկապես առակասած էր և գիտեր խոսքը, տեղ են տալիս, բարձրացնում են, վերև նստում է, այդ պահին մի ուշացած աղջիկ է գալիս, երիտասարդ, ու էլ տեղ չկա, պապիկս տեսնում է, որ այդ մարդու աղջիկն է, հիշնում է, իրա ոտը ջարդած էր պապիս, ու կպել էր, լավ չէր կպել, միշտ այս կաղալով մի կերպ էր քայլում, ու տենց ինքը տուն էր սարքել, երեխաներին էր պահել, ինքը իշտում է իրա տեղը տալիս է այդ աղջկան, ու ոտով գալիս է 120 կիլոմետր, 2 օր գալիս է, հասնում է գետապ, և ընդեղ ծանոթներից տեսնում են, որ էլ ուժասպար չի կարողանում գնալ, գալիս են բարեկամներին, եղբորն ասում են, եղբայրը գալիս է հոր հետ ձիով, տանում է տուն, կերակրում են, պահում են, մեր տունը ապրում է, այդ մարդը տեսնում է իր սաղ բարեկամների, սաղ ընտանիքի մահը ու մեռնում է, ասում է, երբ որ մեռավ, ինքը մեր տարածաշրջանում 32 մարդու կյանք էր խլել, 32 մարդու դատել էր և ոչ մեկը հետ չէր վերադարձել, մենակ պապիս էր հետ վերադարձել, ոչ մեկը չի գնում նրա թաղմանը, ոչ մեկը չի գնում, գիտեք ով է գնում, պապիս գնում է, մենակ բարձում է, տանում, փոսը փորում, թաղում։ Սիրելիներս, ես կխնդրեմ մեր փառաբանությունը թող բարձրանա, երբեք մի թույլ տվեք նախանձը ու չարակամությունը հաղթի ձեզ։ Այսօր մի յուրահատուկ օր էր մեր եկեղեցում,
Ես ասեմ, որ Տերը խոսեց ինձ հետ ու մի քանիսի սրտում բան է կատարում։ Այո, եկեք ոտքի կանգնենք։ Ես հիմա կաղոթում եմ ձեզ համար։ Մի քանիսի սրտում, մի քանիսի կյանքում բան է կատարվում, որ Տերը խոսեց ու ասեց, դու պետք է ներես, ու դու պետք է թողնես, ու դու պետք է սիրես, հենց ոնց որ Հիսուսը